Պարոն Չախոյանես, ինչպես եք մեկնաբանում այս ամեն ինչը, արդյոք խախտվեց պատգամավորները Ինչպես մեկնաբանեմ, եթե ոչ սանձարձակ, պալվածք, ամեն անգամ թույլ են տալիս վիրավորանքներ հնչեցնել ու ոնց են մտածում պետք է համակերպվենք, այդ ամեն ինչի հետ թե պետք է ձեն չհանենք։ Չէ իրավիճակը սրողներից։ Այսինքն Հայտարարություններ եք անում, որոնք ինչ հայտարարություններ։ Երբ որ ասել եք հայ ժողովուրդն է ընտրում հայոց հայրապետին, խնդրում եմ ասեք, թե երբ է հայ ժողովուրդը ընտրել հայոց հայրապետին։ Դա նշանակում է վիճակը սրել։ Չէ, դուք նաև ասում եք Գյորմամիշ, դուք նաև ասում Դա եղել է պարզ, հստակ հակադարձում նույն բառով, ինչ որ կրկնել է, ասել է իրենց առաջնորդը։ Ավել եւ ոչ մի բառ ես իմ կողմից չեմ ավելացրել։ Հիմա ինչ կարող ենք ասել, որ պայմանավորվածությունը խախտվեց եւ պատգամավորները այլևս բարեկիր Հիմա կփորձենք բնականon հունով մեր աշխատանքները շարունակել, հուսալով, որ առաջիկայում այլևս նման օրինակ դեպքեր չեն կրկնվի։ Մեծ հույսով, որ չեն կրկնվի, բայց երաշխավորել դրա դիմաց բնականաբար ես չեմ կարող։ Պարոն Ղազարյանը պարզապես հիշել էր իր զոհված ազգականին եւ միշտ ըմբռնվում են, չէ՞, մոտենում զոհվածների, հարազատների, գնահատականներին։ Դուք ո՞նց եք պատկերացնում, քանի падգամավոր կա, ամեն падգամավոր մոտենա ամբիոնից խոսալուց, հիշի իր զոհված ազգականներին, հիշի օրինակ հանրապետականի իշխանության օրոք կամ Քոչարյանի իշխանության օրոք տուժած իր հարազատներին, պետք է վիրավորանք հնչեցնի այդ նստածների հասցեին, չեմ կարծում, դա սխալ մոտեցում է, ու մարդիկ պետք է սովորեն իրենց էմոցիաները զսպել։ Պարոն Չախոյան, սա էմոցիաները չզսպելու որդկում էր, թե միտումնավոր արված հայտարարություն, ոնց ասել, քաղաքական սադրանք։ Հարգելիներս, ես ոչ մեկի համար ոչինչ չեմ կարող երաշխավորել, առավել ևս ընդդիմության համար, որովհետև մոտենում եմ։ Չենք կարող երաշխավորել, թե որ պայն ինչ պահվածք կդրսևորեն, թե ամեն ինչը միտումնավոր էր, թե ոչ, բնականաբար չենք կարող ասել։ Իսկ հիմա խնդրում եմ կներեք ինձ, պետք է մտնեմ դալիճ։ Շնորհակալ եմ։